ԵՒս քրիստոնեական վարդապետության անկյունակարային այն ճշմարտությունները, որ Պողոս առաքյալը իր թղթերում ներկայացնում է, կարծես այսօր արդեն պահանջված չեն։ Եվ ինչքան հեռավորություն կա այսօր այն այդպես հոգևոր կյանքի այն թեժ խառնարանի իրականությունից առաջին դարից, ինչքան հեռավորություն կա, այնքան էլ ամենատարբեր այդպես փոփոխություններ, ասենք մեղմ ասած, վարդապետական զանազան այդպես նոր իրողություններ անընդհատ հայտ են գալիս, թեպետ արեգակի տակ նոր բան բացարձակապես չկա։ Այսօր ինչ որքան որ Աստծո զավակները անկեղծորեն խորանում են Աստծո խոսքը սերտելու մեջ, այնքան ավելի են համոզվում, որ այն ինչ որ իրենց շուրջն է տեղի ունենում քրիստոնեության անվան տակ եւ այն ինչ որ գրված է ավետարանում համարյա թե իրարից տարբեր են եւ որևէ առնչություն չունեն։ Այո, թող իմ ասածը այդքան էլ խիստ չհնչի, որովհետեւ ես քիչ հետո իրապես մի թեմա պետք է շոշափեմ, որ այդ թեման իրականում միայն կհետաքրքրի բոլոր այն քրիստոնյաներին, ովքեր ուզում են Քրիստոսի աշակերտությունը իսկապես կարևորել եւ իրենք ուզում են այդ աշակերտները լինել եւ հետեւել Տիրոջ խոսքերին։ Դրա համար ես ուզում եմ, որ սկզբում անդրադառնանք Եփեսացիս 4-րդ գլխի 7-ից 8-րդ խոսքերին, որ մարգարեաբար կատարված է համարվում այստեղ Պողոս առաքյալը Եփեսացիս թղթում սա արդեն ասում է որպես կատարված փաստ, մարգարեություն, որը կատարվել է։ Եփեսացիս 4-րդ գլխի 7-ից 8-րդ խոսքերում մենք կարդում ենք այսպիսի տողեր. Բայց մեր ամեն մեկից տրված է շնորհքը Քրիստոսի պարգևի չափի պես։ Սրա համար ասում է, թե վեր ելավ բարձրը, գերի առավ գերությունը եւ մարդկանց պարգևներ տվավ։ Ուրեմն այստեղ մենք ինչ ենք լսում, որ ամեն մեկից տրված է շնորհքը Քրիստոսի պարգևի չափի պես։ Յուրաքանչյուր եկեղեցու անդամ, յուրաքանչյուր քրիստոնյա, ով ապաշխարել է, վերստին ծնվել է, Սուրբ Հոգու պարգևն առել է, բացի այն, որ Սուրբ Հոգու պարգևը որպես մկրտություն, որպես հոգու գրավ, որպես որդեգրության կնիկ, որ ինքն արդեն ստացել է, բացի այս ամենը, այստեղ մենք ուրիշ բան ենք լսում, որ գրվածքն ասում է, որ ամեն մեկից տրված է շնորհքը Քրիստոսի պարգևի չափի պես։ Եթե սա միայն վերաբերեր միայն Սուրբ Հոգով մկրտությանը, ապա հաջորդ համարում 8-րդ խոսքում 5 դականից մարգարեության այս կատարումը չէր հնչի։ Սրա համար ասում է, թե վեր ելավ բարձրը, գերի առավ գերությունը եւ մարդկանց պարգևներ տվավ։ Այն վեր ելավը ինչ է, եթե ոչ որ առաջ վայր իջավ երկրի ցած կողմերը, այն վայր իջնողը նույն ինքն է, որ ամեն երկինքներիցն ավելի բարձր վեր ելավ, որ ամենը լրացնե։ Եվ ուրեմն այստեղ մենք տեսնում ենք հոգնակի թվով նշված, սրա համար ասում է, թե վեր ելավ բարձրը, գերի առավ գերությունը եւ մարդկանց պարգևներ տվավ։ Եկեք մի փոքր իրապես սրա վրա կանգ առնենք եւ խորհենք իսկապես բացի Սուրբ Հոգով մկրտված լինելու փաստը, որ քրիստոնյան արձանագրել է եւ իր կյանքում արդեն տեղի է ունեցել եւ ինքը այսօր եկեղեցու անդամ է, արդյոք յուրաքանչյուր եկեղեցու անդամ ինքը Քրիստոսի եկեղեցում ունի պարգև։ Նորից եմ կրկնում, չշփոթենք դա Սուրբ Հոգու պարգևը որպես վերստին ծնունդ առած լինելու ավարտին որդեգրության կնիկ, որ անձը ինչպես գրված է, որովհետև դուք որդի եք, Աստված իր որդի հոգին ուղարկեց ձեր մեջ, որ աղաղակում է Աբբա հայր։ Ուրեմն բացի այս փաստը, որ իրականում Պետրոս առաքյալը ինքը քարոզի ժամանակ իր առաջին Պենտեկոստի օրն ասեց, ապաշխարեցեք, մկրտվեցեք հանուն Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու կամ Քրիստոսի անունով եւ Սուրբ Հոգու պարգևը կառնեք, մենք այստեղ շատ հաճախ մտածում ենք, որ Սուրբ Հոգու պարգևը դա նշանակում է հենց միայն այն լեզուները, որ մենակ ասենք Պենտեկոստի օրը առաքյալներն ստացան եւ ինչպես առաքյալն ասեց,
որ սա ձեր որդիների եւ հեռավորների համար է, ապագայում եկողների համար է։ Ես այստեղ ուզում եմ ընդհանրապես բոլոր բառակապակցությունների, բառերի վերջավորություններին այսօր ուշադրություն դարձնենք, որովհետև շատ հաճախ մենք որոշ բաներ ավանդաբար մեզ հասած լինելով, սովորած լինելով նախկիններից, մենք հնարավոր է սուրբ գրային ճշմարտությունների մեջ այքան էլ խորամուխ չլինենք եւ չբացահայտենք մեզ համար այնպիսի իրողություններ, որ ես այսօր ուզում եմ հաղորդ անել ձեզ այդ իրողություններին։ Կոնկրետ խոսքս վերաբերում է սրան, եթե ասում է, որ Սուրբ Հոգու պարգևը կընդունեք, կարելի է սա հասկանալ եւ Սուրբ Հոգին ընդունել եւ միաժամանակ նաեւ Սուրբ Հոգու էությունից բխող պարգևներ, որոնք Կորինթացիս թղթում 9-ն են թվարկված։ Սուրբ Հոգու պարգև, Սուրբ Հոգու պարգևներ եւ յուրաքանչյուր անձ եկեղեցում բացի Սուրբ Հոգով մկրտվել է, ինքը ունի նաեւ Աստծո Սուրբ Հոգուց յուրահատուկ, առանձնահատուկ իր համար որոշված պարգև։ Եվ այսօր դրա մասին է խոսք լինելու գերազանցապես եւ կփորձենք հասկանալ արդյոք ընկալել ենք մեզ տրված պարգևը Սուրբ Հոգուց։ Եվ եթե մտածում ենք, որ ամենքը չեն առաքյալներ, ամենքը չեն մարգարեներ, ամենքը չեն ավետարանիչներ եւ այդպես առաքյալը թվարկում է, որ ամենքը չեն դրանց մեջ, մենք մտածում ենք միայն պաշտոնի պարգևների մասին է խոսք գնում, մենք սխալվում ենք, քանի որ այնտեղ խոսք է գնում նաեւ Սուրբ Հոգուց եղած ներգործությունների մասին։ Հետևաբար, այստեղ որ կարդում ենք, բայց մեր ամեն մեկից տրված է շնորհքը Քրիստոսի պարգևի չափի պես։ Սրա համար ասում է, թե վեր ելավ բարձրը, գերի առավ գերությունը, մարդկանց պարգևներ տվավ։ Այստեղ գրված է ամեն մեկից տրված է շնորհքը Քրիստոսի պարգևի չափի պես։ Քրիստոսի պարգևի չափը որն էր։ Տեր Հիսուսն էր, որ ինքը մեզ անկեղմել է Սուրբ Հոգու մեջ, որովհետև մկրտություն Սուրբ Հոգով, ով վերջավորությունը ճիշտ չէ ընկալված, այլ պետք է լինի մկրտություն Սուրբ Հոգում, այսինքն ընկղմում ինչ որ մի բանի մեջ, ինչ որ մի տեղ։ Դրա համար պետք է լինի մկրտություն ինչ որ բանի մեջ, տվյալ դեպքում ջրում, բայց մենք ջրով ենք ասում, մկրտություն Սուրբ Հոգում, մենք ասում ենք Սուրբ Հոգով։ Հետևաբար, երբ որ ինքը Հովհաննես Մկրտիչն ասում է, որ ինքը տեսավ Աստծո գառին, որ վեր է առնում աշխարհի մեղքը եւ որ նրա վրա իջնող աղավնին արդեն վկայություն էր Սուրբ Հոգու, այդպես խորհուրդ որպես որ նա է Սուրբ Հոգով մկրտողը կամ Սուրբ Հոգում մկրտողը, ընկղմողը, սա խոսում է այն մասին, որ Տեր Հիսուս Քրիստոս Պենտեկոստեի օրը իր երկնային ավազանը իջեցրեց աշակերտների վրա եւ աշակերտների հոգին ընկղմվեց այդ ավազանի մեջ Սուրբ Հոգու։ Ուրեմն սա ինքը Տեր Հիսուս Քրիստոսն է, որ եկեղեցին ընկղմեց կամ հավատացյալին ընկղմեց վերստին ծնվածին, որթե գրվածին արդեն ընկղմեց Սուրբ Հոգու մեջ։ Մեր հոգին ընկղմվեց Սուրբ Հոգու մեջ։ Ուրեմն սա մենք ստաբին ընկալում ենք։ Հիմա երբ որ մենք արդեն Հռոմեացիս 12-րդ գլուխն ենք մենք թերթում, մենք այնտեղ հայտնաբերում ենք շատ հետաքրքիր հայտնություն հենց իմ ասացի վերաբերյալ, որ մկրտություն Սուրբ Հոգով դա նշանակում է ինչ որ մի բանով, բայց մկրտություն Սուրբ Հոգում դա նշանակում է ինչ որ բանի մեջ։ Տվյալ դեպքում Սուրբ Հոգու մեջ։ Եթե ասում ենք մկրտություն ջրով, պետք է ասենք ջրում, որովհետև թաղումը ինչ որ մեկ բանի մեջ է թաղումը տեղի ունենում։ Երկու դեպքում մկրտություն բառը երբ որ օգտագործում ենք դա թաղում է նշանակում, դա նշանակում է որ անձը իր էությունը ընկղվում է ինչ որ բանի մեջ։ Ներողություն։ Եվ մենք 12-րդ գլխի 4-րդ խոսքից կարդում ենք այսպիսի տողեր։ Ես խնդրում եմ ուշադիր հետևեք ինձ հետ միասին ավետարանին։ Որովհետև ինչպես մեկ մարմնի մեջ շատ անդամներ ունենք, եւ այն ամեն անդամները միևնույն գործը չունին։ Սա նշանակում է միևնույն գործը չունին, ամենքն էլ ունեն գործ, բայց միևնույն գործը չունեն։ Այնպես էլ շատերս մեկ մարմին ենք Քրիստոսումը,
շատերս մեկ մարմին ենք Քրիստոսումը, բայց ամեն մեկը միմյանց անդամ։ Միայն թե զանազան պարգևներ ունենք այն շնորհքի պես, որ մեզ տրված է։ Ուշադրություն դարձրեք, այստեղ նույնպես այդ նույն ինչ որ քիչ առաջ լսեցինք Եփեսացիս թղթում կրկնվում է նույն խոսքը Պողոս առաքյալի կողմից։ Միայն թե զանազան պարգևներ ունենք, վեր ելավ երկինքը եւ այնտեղից գերությունը գերի բռնեց եւ պարգևներ շնորհեց։ Այն շնորհքի պես, ինչպես մենք քիչ առաջ լսեցինք Եփեսացիս թղթում, խնդրում եմ նորից բացենք եւ ընթերցենք այս երկու համարները զուգահեռ, որ ավելի ճիշտ ընկալենք այս համարները, որովհետեւ սրանցից բխող շատ այդպես թյուրիմացություններ կան, որոնց պատճառով հոգեվոր մարդը հավատացյալը ինքը չի կարողանում աճել։ Եվ պատճառը սա է, որ ինքը ավետարանական այս ճշմարտությունները դեռևս ինքը չի հասկացել եւ չի տիրապետում սրանք։ Իսկ մենք այսօր պիտի օգնենք, որպեսզի իրապես մենք տիրապետենք այդ ճշմարտություններին եւ դրանցով առաջնորդվելով աճենք։ Տեսեք, բայց մեր ամեն մեկից տրված է շնորհքը Քրիստոսի պարգևի պես եզակի թվով։ Այստեղ մենք կարդում ենք. այնպես էլ շատերս, ուրեմն այնպես է շատերս մեկ մարմին են Քրիստոսումը, բայց ամեն մեկը միմյանց անդամ, միայն թե զանազան պարգևներ ունենք այն շնորհքի պես, որ տրված է մեզ։ Եվ այսպես ինչ են շնորհում այն շնորհքի պես, այսինքն մեզ շնորհել է Սուրբ Հոգին եւ այդ Սուրբ Հոգուց բխող զանազան պարգևներ կան եկեղեցում։ Եվ երևում լսեցինք, որ ամեն մեկը այդ անդամները միևնույն գործը չունեն, յուրաքանչյուրը ունեն իրենց ուրույն գործերը, այսինքն այն պարգևի ընթացքը, որի մեջ ինքը պետք է գնար եւ իմանար, թե իսկապես իր տեղը որն է։ Եվ մենք այստեղ ներքևում էլի կարդում ենք պարգևների որպես շարունակություն, նույն 12-րդ գլուխը էլի մեծ դեր բաներ ունի ասելու, ավելի հաստատելու համար այդ միտքը, որ մենք Քրիստոսի մարմնի մեջ ինչպես ունենք այդ պարգևները, սակայն ով է մեզ Քրիստոսի մարմնի մեջ տեղափոխել։ Ինչպես Հռոմեացիս 8-ում մենք կարդում ենք, արդ դատապարտություն չկա նրանց համար, ուրեմն հիմա դատապարտություն չկա Հիսուս Քրիստոսում լինողների համար։ Հիմա ով է մեզ տեղափոխել Քրիստոսի մարմնի մեջ, Քրիստոսի մեջ ով է մեզ տեղափոխել։ Արդյոք այս տեղափոխությունը ինքնըստինքյան ինքն էլ մկրտություն չէ, եւ չզարմանաք, եթե ես ասեմ, որ ամեն անգամ այս ամենը ընթերցելու ժամանակ հանկարծ Սուրբ գրքում ես ոչ թե երկու մկրտություն եմ տեսնում, այլ բազմաթիվ մկրտություններ, առնվազն 7 մկրտություն ենք մենք տեսնում, բացի այն, որ ջրով մկրտություն կար, Հովհաննես Մկրտչի ջրով մկրտություն կար, ինչպես սովոր են ասել Տեր Հիսուս Քրիստոսի անունով, եւ Սուրբ Հոգու մկրտություն կար, եւ դեռ չեմ էլ ասում, որ ունայն մի հատ էլ մկրտություն են մեջտեղ գցում, դա էլ կրակի մկրտություն են անվանում, տառապանքը եւ այլն, որոնց մասին ես խոսել եմ, որ նման մկրտություն չկա, գոյություն չունի, դա Սուրբ գրային չէ։ Սակայն այստեղ մենք լսում ենք իրապես էլի մի մկրտության մասին, 12-րդ գլուխ 13-րդ խոսքը այսպես է ասում, ուշադրություն դարձնենք։ Ուրեմն երբ շարունակում ենք մկրտության թեման, մենք այստեղ տեսնում ենք, որ իրականում այն մկրտությունը, որի մասին մենք խոսում ենք, ավելի ճիշտ Կորինթացիս թղթի 12-րդ գլուխ գնանք, Կորինթացիս 12-րդ գլուխ, մենք այստեղ տեսնում ենք իրապես մի շատ զարմանալի փաստ, 12-ից 13-ից 18-ը պիտի ընթերցեմ, որը բացահայտելու է մի մկրտության մասին, որի մասին դուք նույնիսկ չեք էլ մտածել, որ դա էլ է մկրտություն։ Ուրեմն 12-ից ինչպես էլ մարմինը մեկ է եւ անդամներ շատ ունի, եւ մեկ մարմնի բոլոր անդամները շատ լինելով մարմինը մեկ է, այդպես էլ Քրիստոսը, որովհետև մենք էլ ամենքս մեկ հոգիով մկրտվեցանք մեկ մարմին լինելու, թե հրեաներ, թե հույներ, թե ծառաներ, թե ազատներ եւ ամենքս մեկ հոգիից խմեցինք։ Հիմա եթե ուշադրություն եք դարձնում, ես Արարատ թարգմանությունից ընթերցեցի, սակայն ես շուտով կընթերցեմ նաեւ էլի ուրիշ թարգմանություններից, որպեսզի այս համարն ավելի պարզ դառնա։ Այս համարը թյուրիմացաբար այն կարծիքն է ստեղծել, որ մենք ամենքս մեկ հոգիով մկրտվեցանք մեկ մարմին լինելու, այսինքն մենք Սուրբ Հոգով մկրտվելուց հետո ենք մեկ մարմին դարձել իբր։ Կրկնում եմ, ուշադիր լսեք։ Իբրև թե մենք Սուրբ Հոգով մկրտվելով Քրիստոս Հիսուսի մարմնի անդամ ենք դարձել։
Այսինքն հիսունականների վարդապետության մեջ սա է, որ եթե մեկը Սուրբ Հոգով մկրտված չէ, նա Քրիստոսի մարմնի անդամ չէ։ Սակայն ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել 12-13 համարին եւ ընթերցել այդ թարգմանությունից, որը շատ ավելի ճիշտ է արտահայտում այս միտքը եւ դրա տարբերությունը կհասկանանք եւ հետո մենք կընկալենք, թե այս ինչ բան է տեղի ունեցել, երբ ենք մենք Քրիստոսի եկեղեցում հայտնվել, երբ ենք մենք իրականում նրա մարմնի մեջ տեղափոխվել։ Եվ այսպես առաջի Կորինթացիս 12-13-ում կարդում ենք. Քանզի մեկ հոգով, մեկ մարմնի մեջ մկրտվեցինք մենք ամենքս։ Ես հիմա նորից ետ վերադառնամ Արարատ թարգմանությունն ընթերցեմ, տարբերությունը հասկացեք։ Ուրեմն որովհետև մենք էլ ամենքս մեկ հոգիով մկրտվեցանք մեկ մարմին լինելու։ Այստեղ գրված է, որ մենք մկրտվել ենք մեկ մարմին լինելու եւ հիսունականը վարդապետում է այդպես, որ այո, եթե դու Սուրբ Հոգով չես մկրտված, ապա դու Քրիստոսի մարմնի անդամ չես։ Մինչդեռ մենք այստեղ չենք լսում, որ մկրտության մասին խոսք կա։ Իրականում գրվածն ասում է, քանզի մեկ հոգով, մեկ մարմնի մեջ մկրտվեցինք, այսինքն մեկ հոգով, Սուրբ Հոգով, մեկ մարմնի մեջ ընկղմվեցինք։ Սա նշանակում է ես վերստին, երբ որ ծնվում եմ, սա կատարում է Սուրբ Հոգին, ինչպես Տերը ինքը Նիկոդեմոսին ասեց, այսպես է ամեն հոգուց ծնվածը։ Ուրեմն Սուրբ Հոգին, երբ որ ինձ վերստին ծնունդ է շնորհում, ըստ էության ինձ տեղափոխում է Քրիստոսի մարմնի մեջ, սա տեղի չի ունենում մկրտությամբ, այսինքն այն ձևով, ինչ ձևով հասկանում ենք Պենտեկոստեի մկրտությունը։ Այսինքն լեզուներով աղոթելու այդ պարգևի իհայտ գալով չէ, որ ես Քրիստոսի եկեղեցու մեջ եմ հայտնվում, Քրիստոսի մարմնի անդամ եմ դառնում, չէ որ քանի որ դուք որդի եք, Աստված իր որդու հոգին ուղարկեց ձեր մեջ, որ աղաղակում է Աբբա Հայր, սա նշանակում է, որ դու մինչև լեզուներով խոսելը արդեն իսկ վերստին ծնված Աստծո որդի ես, դրա համար է Սուրբ Հոգին ստանում։ Եվ ուրեմն այս թարգմանության մեջ 75 թվականի թարգմանության մեջ շատ գերազանց ձևով ես հիմա էլի թարգմանություններ կընթերցեմ, որպեսզի ձեզ պարզ դառնա, որ Արարատ թարգմանության այս տողը իրոք ճիշտ ընկալումը չի տալիս։ Եվ այսպես, քանզի մեկ հոգով, այսինքն Սուրբ Հոգով, մեկ մարմնի մեջ մկրտվեցինք կամ ընկղմվեցինք, Սուրբ Հոգին մեզ վերցրեց, ընկղմվեց Քրիստոսի մարմնի մեջ, սա վերստին ծնված անձն է, ապաշխարության ավարտն է, անձը տեղափոխվել է արդեն Քրիստոս Հիսուսի անձի մեջ, ինքը տեղափոխվել է արդեն այնտեղ։ Երկրորդը, Հիսուս Քրիստոսը իր մարմնի մեջ, որ քեզ տեղափոխել է այնտեղ, նաև քեզ ընկղմում է իր Սուրբ Հոգու մեջ։ Տեսեք, Սուրբ Հոգին քեզ ընկղմում է Քրիստոսի մարմնի մեջ, իսկ Քրիստոսը քո հոգին ընկղմում է Սուրբ Հոգու մեջ, որը արդեն լեզուներով աղոթքն է, որովհետև մկրտողը Սուրբ Հոգում Հիսուս Քրիստոսն է։ Սա շատ բարդ է սովորական հավատացյալի համար, սա Քրիստոսի աշակերտների համար հաղորդաշար է։ Հիշեցնում եմ, դրա համար է շատ դժվար ընկալելի որոշների համար։ Ահա թե ինչու նրանք ովքեր չեն կարող, որովհետև հոգու եւ շնչի համար է եւ Քրիստոսի աշակերտների, այս ամենը տիրապետեն իզուր ժամանակ թող չվատնեն, իրենք դժվար են ընկալելու սա։ Այժմ նորից եմ ես ուզում սա կարդալ եւ գնալ ուրիշ թարգմանություններից էլ հիմնավորել սա։ Ուրեմն այստեղ կարդում ենք, քանզի մեկ հոգով մեկ մարմնի մեջ ընկղմվեցինք կամ մկրտվեցինք մենք ամենքս։ Եվ այստեղ թվարկվում է ազգությունների ոչ եւ սոցիալական պատկանելիության իջիկ դառնալը։ Թե հերյաներ, թե հեթանոսներ, թե ծառաներ, ազատներ, բոլորս էլ այդ մեկ հոգին խմեցինք։ Հələ դեռ սրանք անդրադառնանք, ինչ է նշանակում այդ մեկ հոգին հոգից կամ խմել։ Հիմա ես կուզեմ, որպեսզի ձեզ ներկայացնեմ ռուսերեն թարգմանության մեջ, թե ինչպես է այս միտքը իրոք արտահայտված։ 12-րդ գլխի մեջ, առաջի Կորինթացիս 12-ի մեջ, 13-րդ խոսքը այսպես է գրված ռուսերենում։ Ибо все мы одним духом крестились в одно тело, одним духом մեկ հոգով
Վադնոցելան, то есть այդ մարմնի մեջ ենք ընկղմվել, սա շատ բարձ խոսում են մասին, մեկ հոգով, մեկ մարմնի մեջ, ոչ թե մեկ մարմին լինելու, ինչպես Արարատ թարգմանության մեջ էր, այլ մեկ մարմնի մեջ ենք ընկղմվել։ Եթե սա չի բավարարում ձեզ, հիմա էլ անգլերեն կընթերցեմ, նրանք ովքեր տիրապետում են լեզվին են վստահ եմ կհասկանան։ For by one spirit are we baptized into one body, into one body, into նշանակում է ինչ-որ ուղղություն, ուր որ ընկղվել է անձը։ In բառը անգլերենում մեջ է նշանակում into-ն ուղղություն է ցույց տալիս դեպի ուր։ Այս միտքը, այս հայտնությունը ես չէ որ բերել եմ։ Այս հայտնությունը Դերեկ Պրինսինն է, որ Կորինթացիս թղթի այս հատվածը ինքը մեկնել է անգլերենով իմ ձեռքի տակ է եղել։ Ես այդ գիրքը թարգմանել եմ, դժբախտաբար ձեռքիս տակ չունեմ դրա օրինակը հայերեն։ Մի փոքրիկ ընդամենը շատ քիչ տպաքանակով թարգմանվեց ու կորավ ժողովրդի մեջ, մի քանի տասնյակ օրինակներով տպագրվեց։ Բայց ես ուզում եմ հիմա նորից ձեզ վերհիշել տալ այն ամենը, ինչը որ ճշմարիտ վարդապետությունն է եւ հասել է մեզ։ Այսպիսով մեկ հոգով, այստեղ անգամ մենք շարունակության մեջ, ինչպես որ մենք կարծում ենք ռուսերենում գրված է, ибо все мы одним духом, то есть Иисус Христос и Աստծո Սուրբ Հոգով, крестились, это тоже крещение, սա էլ է մկրտություն։ Ինչի մեջ, в одно тело, այսինքն մեկ մարմնի մեջ ենք ընկղմվել։ Էդի վերստին ծնվելուց հետո է եղել, այսինքն վերստին ծնվել եմ, հետևաբար տեղափոխվել եմ Քրիստոսի մարմնի մեջ։ Եվ քանի որ ծնունդը արդեն տեղի է ունեցել, ես արդեն որդի եմ, Աստված իր որդու հոգին էլ ուղարկում է եւ աղաղակում եմ Աբբա հայր։ Եվ սա էլ կատարում է Տեր Հիսուսը, որովհետեւ ինքը Սուրբ Հոգու մեջ ընկղմողն է մեզ։ Եվ հենց այս երկուսի մասին է, որ Պողոս առաքյալը շատ հրաշալի կերպով խոսում է, եւ ես ուզում եմ հիմա շարունակությունը, որ քիչ առաջ լսեցիք, դա մեկնել ձեզ, թե իրապես ինչ է նշանակում այս խոսքն էլ, որ առաքյալը այնուամենայնիվ դա ասում է։ Ուրեմն շարունակում է, թե հեթանոսներ, թե ծառաներ, թե ազատներ, բոլորս էլ այդ մեկ հոգին խմեցինք։ Այս սրա շարունակությունը մեկ հոգին խմեցինք կամ մեկ հոգիից խմեցինք, արդեն ամենքս մեկ հոգիից խմեցինք, Արարատ թարգմանության մեջ ավելի ճիշտ է, այս երկրորդ հատվածն արդեն։ Եվ ինչ է նշանակում մեկ հոգիից խմեցինք։ Այ հենց սա նոր արդեն նշանակում է Սուրբ Հոգով մկրտվելը։ Ունենք հաստատում Սուրբ գրքից, իհարկե ունենք։ Տեր Հիսուսը տոնի մեծ օրը կանգնած աղաղակում էր եւ ասում. Եթե մեկը ծարավ է, թող ինձ գա եւ խմե։ Ինչպես գիրքն է ասում, նրա փորից կենդանի ջրի գետեր կբխեն, եւ սա ասեց այն հոգու համար, որ իրեն հավատացողները պիտի առնեին, որովհետեւ դեռ Հիսուսը փառավորված չէր։ Տեր Հիսուսը ինքը այդ տոնի մեծ օրը խոսում էր Սուրբ Հոգու մկրտության մասին, որ այդ օրը պիտի գա, երբ որ ինքը փառավորվի, մարդիկ պետք է Սուրբ Հոգուց խմեն։ Եթե մեկը ծարավ է, թող ինձ գա եւ խմի, եւ դա խոսում էր ինքը Սուրբ Հոգու մկրտության մասին, որը պետք է կատարվեր իր փառավորվելուց հետո, խաչվելուց, դրվելուց գերեզման, հարություն առնելուց, համբարձվելուց եւ Սուրբ Հոգին երկնքից ուղարկելուց հետո։ Ուրեմն մենք այստեղ տեսնում ենք Սուրբ Հոգու մասին երկու առնվազն գործողություն, մեկը որ մեզ վերստին ծնողը եւ Քրիստոսի մարմնի մեջ տեղափոխողն է, եւ երկրորդը, որ այնտեղ գտնվելով ես խմում եմ Սուրբ Հոգուց, այլ կերպ ասած, արդեն իմ հոգին ընկղվում է Աստծո Սուրբ Հոգու մեջ, ինչպես որ քիչ առաջ ասեցի Հիսուսը մկրտում է, մեզ ընկղվում է Սուրբ Հոգու մեջ։ Եվ այս համարը ամբողջովին խոսում է այն մասին, որ քիչ առաջ էլ որ լսեցինք, մեզանից յուրաքանչյուրն արդեն այդ շնորհքի չափով ունի իր պարգևը եւ Քրիստոսի մարմնի մեջ ինքն ունի իր տեղը, ինքն ունի իր դիրքը եւ Աստված ունի իրանից ակնկալիք։ Եթե սա դու չես իմացել, ով լեզուներով աղոթող հոգի, եթե դու սա չես հասկացել, որ միջև հիմա դու ունես Աստծուց քեզի հանձնարարված, քեզի տրված պարգևը, եւ հիմա դու ուղղակի բավարարվում ես ժողովարան գնալ կամ եկեղեցուն պաշտամունքի գնալ, երգել, աղոթել, բայց երբեք Սուրբ Հոգու ձայնը չլսել, անձամբ որ Սուրբ Հոգին ասի որն է այն պարգևը, որ քեզի տրված է,
Միանշանակորեն խնդիրը սա չէ, որ ես ուզում եմ ասել, որ անպայման պարգևների հետևից ընկեք ու ճշտեք, թե Տերը ձեզ ինչ պարգև ա տվել, որովհետև այստեղ խնդիրը սա է, որ դու Քրիստոսի մարմնի մեջ Աստծո Սուրբ Հոգուց պիտի ստացած լինես այն հայտնությունը, որ Աստված քեզանից ակնկալիք ունի եւ քեզ տրված է շնորհ, տրված է պարգև եւ Տերը քեզանից պահանջելու է։ Այս վերջինը, որ ես պնդում եմ, որ անշուշտ Տերը պիտի պահանջի յուրաքանչյուրից այն պարգևները, որ ինքը տվել է եւ դրանց արծարծումը, Սուրբ Գրքում բազմաթիվ տեղեր մենք տեսնում ենք։ Առակներից էլ Քրիստոսի երբ իր ծառաներին այդպես քանքարներ կամ տաղաններ բաժանեց, որպեսզի շահարկեն ետ վերադառնա եւ այլն, այն մի քանքար ստացողը, որ ասենք կամ մեկ ստացողը ինքը մտածում էր, որ իր Տերը այդքան էլ ասենք բարի չի, իբրև թե ինքը մի լավ բան էր անում, իր անձը սրբությամբ պաշտպանում էր բոլորից, որպեսզի հաղորդ չլինի եւ այլն, մի խոսքով սա այն մոլորված անձն է, որ չի իմացել այն պարգևի արժեքը եւ չի արծարծել իր կյանքում։ Հետևաբար մենք ցավալի վերջաբանի ենք տեսնում իրեն հասած, որտեղ Տերը իսկապես եկավ եւ ասեց ես քո բերանով քեզ պիտի դատեմ։ Եվ երբ որ հիմա մենք այս ամենը հասկանում ենք, ակամայից իրոք մեր առջև հառնում է հետեւյալը. եթե Քրիստոսի շնորհքի չափով յուրաքանչյուրին տրված է այդ պարգևը, իսկ նաև Հռոմեացիս 12:25 խոսքը նաև այդ մասին է ասում, ներողություն, առաջի Կորինթացիս 12:25 այդ մասին է ասում, որ այդ պարգևների նպատակը սա է, որ մարմնի մեջ տարաձայնություններ չլինեն, այլ որ անդամներն իրար համար նույն հոգսը ունենան։ Ուշադրություն դարձրեցիք, որ պարտավորված է եկեղեցու անդամը իր եղբայր քույրերի եւ բոլոր եկեղեցու հոգսը իրանը համարել։ Եվ այստեղ ասում է, որ մարմնի մեջ տարաձայնություն չլինի։ Այս պարգևների նպատակը սա է, որպեսզի տարաձայնությունները, բաժանումները, եկպարակտությունները գոյություն չունենան։ Հիմա երբ որ եկեղեցում ասենք պարգևները չեն գործում, բնականաբար սկսելու է մնացած ավերածությունը։ Եվ համար առաջի պարգևը դա մարգարեությունն է, որովհետև մարգարեությունը եկեղեցին է շինում։ Եկեղեցին չի շինում ոչ հովիվը, ոչ եպիսկոպոսը եւ ոչ որևէ անձ։ Եկեղեցու տեսուչը Սուրբ Հոգին է, նա է շինում եկեղեցին եւ այդ Սուրբ Հոգուց եղած պարգևները, որ յուրաքանչյուրը ունեն, յուրաքանչյուր անդամ պետք է ականջալուր լինի, ինչպես գրված է մարգարեությունները մի անարգեք, որովհետև դրանց անարգումը բնականաբար բերելու է շատ ծանր հետևանքների։ Եվ այսպես, որպեսզի մարմնի մեջ տարաձայնություն չլինի, այդ պարգևների նպատակը նաև դա է։